24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօրում հյուրն է քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ այսօր կալվելու համար։ Ես շնորհակալ եմ հրավերի համար։ Վաղաշաբաթի ընտրությունները կայացավ եւ իշխանությունը հաղթեց, մեծ ողջավորություն է իշխանության մոտ, որ նույնը լինելու է 2026 թվականին։ Երեք Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ այս ամեն ինչը ցույց է տալիս, որ իրենք ոչ թե ընդդիմության նման ապոկալիպսիսից են խոսում, այլ իրենք կյանքից են խոսում, իսկ մարդիկ կյանքն են ընտրում եւ վստահ է, որ 2026 թվականին նույնը կլինի։ Արդյոք նույնը կլինի 2026 թվականին եւ ինչու է Փաշինյանը համարում, որ ինքը կյանքից է խոսում ընդդիմությունը ապոկալիպսիսից։ Գիտեք, ես չեմ կարծում, որ համենայն դեպս այն գնահատականները, որ հնչում են իշխանության կողմից, իրենք ջախջախի հաղթանակ են տալու, չէ՞, այդպես են, չէ՞, իրենք բնութագրում այն ինչ որ տեղի ունեցավ Կիրակի օրը։ Նախ եւ առաջ ջախջախից չէր։ Նույնիսկ այն թվերը, որոնք արձանագրվեցին, այսինքն արդյունքները, որ արձանագրեցին, ցույց են տալիս, որ այսպես ասենք, իշխանությունը մի կերպ է, այսպես ասենք, արձանագրել իր հաղթանակը, այն էլ փոշիացված ձայների ըստ շնորհիվ։ Իսկ գիտեք, բոլոր մեխանիզմները ըստ էության, որքանով մենք տեսանք, գործի էին դրվել, սկսած նրանից, որ պարզապես էլեկտորալ պատկերը, ի սկզբանե փոխեցին, այսինքն էլեկտորատի կառուցվածքը փոխեցին, վաղաշաբաթ համայնքը ըստ էության ձևավորեցին խոյ համայնքը միացնելով, այսինքն քաղաքին միացրեցին նաև գյուղական համայնք, որտեղ բացարձակապես կարող էին լինել զուտ տեղական ինչ-որ պատրիոտիզմից ելնելով որոշակի տրամադրություններ։ Նախ եւ առաջ դրանից սկսեցին, տեղական առումով, թիմ ընտրությունների առումով այդ մեխանիզմը կարող է աշխատել, բայց օրինակ, եթե իշխանությունները խոսում են 26 թվականի ընտրությունների մասին եւ պրոյեկցում են, ասենք, այս արդյունքը 26 թվականի համապետական ընտրությունների վրա, ապա օրինակ ինձ հետաքրքիր է էլեկտորալ առումով ինչպես են իրենք փոխելու բանը, այսպես ինչն են միացնելու օրինակ Հայաստանի Հանրապետությանը, Ադրբեջանի որևէ մաս են միացնելու, որպեսզի պատկեր փոխեն օրինակ այն մարզերում, որտեղ ասենք բանը իշխանությունը ակնհայտորեն պարտվում է կամ պարտվել է, որովհետև եթե մենք նայում ենք վերջի 2-3 նույնիսկ ավել տարիների թիմ ընտրությունների արդյունքները, ապա իշխանությունը պարբերաբար է պարտություն կրում եւ ինչքան համայնքը մեծ է, ինչքան քաղաքային բնույթի է, ապա այնտեղ ինքը կրվում է, պարտվում է եւ դրանից ելնելով են իրենք հենց ի սկզբանե պրոֆիլակտիկ այս գործողությունը կատարել, երբ խոյը միացրեցին ըստ էության Էջմիածնին, որպեսզի կարողանան այս արդյունքը ձևակերպել։ Ի վերջո, գիտեք, ընդհանուր առմամբ, եթե այն ինչ տեղի ունեցավ վաղաշաբաթում, որքան էլ դա տարօրինակ է հնչում, վերջի տարիներին սոցիոլոգիայի նկատմամբ տենց վստահություն երբեք չի եղել, չէ՞, ընդհանուր առմամբ միշտ վեճի առարկա էր, բայց տեսեք, սոցիոլոգիական հարցումները վերջին տարիների ցույց էին տալիս, որ իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը մոտավորապես 15%-ի մոտ է իրենց վարկանիշը, մոտավորապես 2-3% այս կողմը կամ այն կողմ, 15%-ը վարչական լուրջ ռեսուրս օգտագործելու պարագայում կարող է դառնալ, ասենք, ընտրությունների ժամանակ 21-ից 23, անգամ 23%։ Հիմա վաղաշաբաթում նույնիսկ նորից եմ ասում, էլեկտորալ կառուցվածքը փոխելուց հետո ըստ էության մենք ունենք պատկեր, երբ 21.8% է, եթե չեմ սխալվում, ընդամենը ստացել քաղաքացիական պայմանագիր քաղաքական ուժը տվյալ պարագայում։ Այսինքն այստեղ բացարձակապես, եթե մենք պրոյեկցում ենք սոցիոլոգիական հարցումների տվյալների վրա, ապա հենց նույն թիվն է ստացվել է առհասարակ։ Այսինքն մոտավորապես նույն բանը կարող է լինել, եթե ասենք, ինչպես ասում են, այս կիրակի եթե լինեին համապետական ընտրություններ, երևի թե մոտավորապես այս արդյունքն կարող է լինել, այսինքն իշխանությունը ընդհանուր կազմից ընտրողների, եթե այդ թվից վերցնենք, մոտավորապես 22-23% կարող է ստանալ առավելագույնս։ Իշխանության համար ես կարծում եմ բավականին տագնապալի ազդանշան նաև պետք է լինի այն, որ որևէ իրեն աջակցող
այսպես կոչված սատելիտ կուսակցության վրա էլ ինքը առանձնապես կարծես թե հույս չի կարող դնել եւ դե որովհետեւ արդյունքները նույն բաղարշապատի ցույց տվեցին, որ որևէ ուժ, որը պարզ է հանրապետություն կուսակցությունը էլի այնտեղ 1-2 կուսակցություններ կային, որոնք ակնհայտորեն դրված էին կամ ձայներ փոշիացնելու կամ եթե հանկարծ ինչ որ մի հրաշքով անցնեին այդ շեմը, ապա իրենք կոալիցիա էին ձևավորելու, ասենք, իշխանության հետ, այդպիսի արդյունք ըստ էության չկա։ Մենք գիտենք, նույնն համապետականում 3 ֆրակցիա, չէ, ես ուզում եմ ասեմ, դա պատկեր է, դա առայժմ ես գիտեք հերոյ եմ այն մտքից, որ ընդհանրապես տարբեր թիմ ընտրությունների արդյունքները կամ տեղի ունեցածը պետք է մեխանիկորեն պրոյեկցել համապետական ընտրությունների վրա, որովհետև որքանով ասենք 100%-ով մենք չենք կարող օրինակ պրոյեկցել Գյումրիի ընտրությունների արդյունքները եւ համարել, որ նույն բանը տեղի է ունենալու համապետական ընտրություններում, որովհետև այնտեղ իր սպეციფიკան կա եւ այլը, բայց այնուամենայնիվ այնտեղ նաեւ քաղաքական բաղադրիչ կար։ Ապա այստեղ քաղաքական բաղադրիչը ամենայն հավանականությամբ Էջմիածին քաղաքում էր, բայց տեղական առանձնահատկությունները հաշվի են առնվել Խոյ համայնքում, այսինքն հաշվի առնելով իրենց, այսպես ասում են, համայնքի տղաները։ Բայց հաշվի չի առնվում, որ քաղաքացիական պայմանագրից է տեխնացուն, այսինքն այս թիմ ընտրություններում այդ հանգամանքը այդքան կարևոր չի իրենց համար։ Դե ամենայն հավանականությամբ մեծ քաղաքներում եւ ոչ այդքան մեծ քաղաքներում, մասնավորապես Էջմիածնում դա հաշվի առնվել է, ամեն դեպքում այնտեղ լուրջ պայքար է եղել եւ ինչքան ես հասկանում եմ, նույնիսկ ընդդիմությունը ավելի շատ ձայն է հավաքել, գուցե ոչ շատ տոկոսային առումով, այսինքն համեմատության մեջ, բայց այնուամենայնիվ շատ, բայց ընդդիմությունը փաստորեն դեռևս շարունակում է պարտվել գյուղական համայնքներում։ Այսինքն սա խնդիր է, որ ընդդիմությունը դեռևս պետք է կարողանա լուծի։ Ասում են ԿՊ-ն այդքան էլ գոհ չէ արդյունքներից, մտածում էր, որ ավելի շատ ձայներ է ունենալու եւ բավականին դժգոհ է, որ հաղթանակ կուսակցությունն է այդքան ձայն հավաքել, այսինքն իրենց համար սա անհանգստացնող է։ Գիտեք, ես նախորդ ձեր հարցին էլ պատասխանեմ, ինչ վերաբերում է, որ հաշվի են նստում, որ ԿՊ-ն է, թե ԿՊ-ն չի, նախ եւ առաջ ամեն ինչ արվեց, որպեսզի այդ ԿՊ-ի հանգամանքը, ԿՊ-ի գործոնը զրոյացնել, այսինքն ամեն ինչ արվում էր, որպեսզի այդ իրենց տեխնացուին, իրենց լիդերին այդ ցուցակի չասոցիացնեն քաղաքացիական պայմանագրի հետ, նույնիսկ նախընտրական այն ծրագրային դրույթները, որոնք առաջ էին քաշվում Արգիշտի Մեխակյանի կողմից, հիմնականում տեղական բնույթի էին, այսինքն ամեն ինչ արվում էր, որպեսզի այդ ընտրությունները բաղարշապատի չլինեն քաղաքական բնույթի, որովհետև քաղաքական դաշտում ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագիրը խոցելի է եւ փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի ամեն ինչ բոլոր խոսակցությունները, բոլոր բանավեճերը խոսակցություններ լինեն տեղական մասշտաբի, այսինքն կենցաղային հարցեր, սոցիալական հարցեր, համայնքին վերաբերող կոնկրետ հարցեր, բայց ոչ քաղաքական բնույթի եւ անգամ ինքը տեխնացուն, հիմա արդեն հաղթած տեխնացուն, հա, ինքը անընդհատ շեշտում էր, որ իր օրակարգում չկա օրինակ հայ առաքելական եկեղեցու հարցը, հա, այսինքն դա Բայց Փաշինյանն ասաց, որ այս ընտրությամբ հաստատ ազդակ ստացանք, Փաշինյանը ընտրություններից հետո ասաց։ Ընտրություններից հետո, այսինքն նախապես չէր ասում, հիմա է ասում։ Ավելին ձեզ ասեմ, Փաշինյանը նույնիսկ տեսեք ոչ բնորոշ իր վարքագծին, ասենք ինչ որ բաներ դրսևորեց, այս անգամ ընդհանրապես չերևացել Վաղարշապատ համայնքում, որովհետև այո, փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի քաղաքացիական պայմանագրի հետ եւ անձամբ իր հետ Արգիշտի Մեխակյանին որևէ ձև չկապեն եւ առասարակ այն թեմաները, որոնք խոցելի են, անվտանգության հարցը, Արցախի հարցը, հայրաքելական եկեղեցու հետ եւ կաթողիկոսի հետ կապված հարցերը, դրանք ջրերես չէին հանվում։ Անկամ այդ արդյունքները հրապարակելուց հետո իր հարցազրույցում Արգիշտի Մեխակյանը նորից շեշտեց, որ իր օրակարգում կաթողիկոսի հարց գոյություն չունի առասարակ։ Այսինքն իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի թաքցնեն քաղաքացիական պայմանագրի հետ իրենց ուղղակի առնչությունը։
Ես իհարկե հեռու եմ այն մտքից, որ մարդիկ այնքան միամիտ են, որ հենց դա է պատճառը եղել, որ ընտրել են քաղաքապայմանագրին, այսինքն այդ մոլորության մեջ են եղել, ես չեմ կարծում դա, ես կարծում եմ ուրիշ գործոններ են եղել, տեղական առանձնահատկություններ, թիմ ընտրություններին բնորոշ շատ բաներ, մանավանդ գյուղական վայրերում, բայց այնուամենայնիվ փաստը մնում է փաստ, որ քաղաքացիական պայմանագիրն է, Նիկոլ Փաշինյանն է շատ լավ հասկանում է, որ այսօր քաղաքացիական պայմանագիր բրենդը եւ անգամ Նիկոլ Փաշինյան բրենդը ոչ պոպուլյար է եւ եթե հնարավոր է դա առաջ չբերել եւ փորձել այլ մանիպուլատիվ եւ տեխնոլոգիական գործիքներով արդյունքի հասնել, ապա նախընտրում են այդ ճանապարհով գնալ։ Երբեմն դա ստացվում է։ Ինչպես այս բանը, երբեմն չի ստացվում։ Այնպես որ չեմ կարծում, որ ընդհանրապես մենք կարող ենք պրոյեկցել այս ընտրությունների արդյունքները, ապագա ընտրությունների արդյունքների հետ համապետական, նաև այն պատճառով, որ ես կարծում եմ ոչ բոլոր գործող մանավանդ ընդդիմադիր ուժերը, որոնք համենայն դեպս ծրագրավորում են մասնակցել 26 թվականի ընտրություններին, այս ընտրություններում ուղղակի մասնակցում էին։ Ես կարծում եմ, որ այն ուժերը, որոնք չէին մասնակցում, մասնավորապես օրինակ նույն մեր ձևով շարժումը, չգիտեմ ինչ կոչվի կուսակցություն ապագայում կամ Արման Թաթոյանի միասնության թևեր նախաձեռնությունը նույնպես կուսակցության ֆորմատով նույնիսկ չէր մասնակցում, մինչդեռ ես կարծում եմ, որ այդ երկու ուժը եթե մասնակցեին, ապա շատ հնարավոր է, որ մասնակցության տոկոսը բարձր կլներ ավելի, չնայած էլի վատ տոկոս չէր վերջի ընտրությունների համեմատ, որոնք Հայաստանի տարբեր մարզերում եղել են, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, եթե բոլոր պոտենցիալ գործող քաղաքական ուժերը մասնակցեն, ապա մասնակցության տոկոսն է բարձր կլինի եւ այդ պարագայում այն 48%-ը, որ ստացվել էր քաղաքացիական պայմանագրի մոտ 48.5%-ը, որ ստացվել էր, բնականաբար շատ ավելի ցածր տոկոս կլիներ այդ պարագայում, ել չեմ ասում, որ մասնակիցները, այդ ով որ չի մասնակցի, նրանք էլ են, չէ, տոկոս ստանալու, ընդ որում այդ երկու ուժն էլ ես կարծում եմ բավականին ռեսուրսային են եւ կարող են ավելի շատ տոկոս ստանան, քան նրանք, ովքեր որ ընդդիմադիր որպես դիրքավորվելով այնուամենայնիվ այդ շեմը չկարողացան անցնել։ Հետաքրքիր դիտարկում արեցիք, որ մինչև այդ չէր խոսում եկեղեցու մասին, որ ընտրությունները կարևոր են այդ նպատակին հասնելու համար եւ հենց ինքը տեխնացուն չէր խոսում, բայց Փաշինյանը անմիջապես ընտրություններից հետո ասաց, որ լիցք ենք ստացել, որպեսզի կաթողիկոսին հեռացնենք։ Հիմա ինչպես բացատրենք այս ամեն ինչը եւ արդյոք կարող է Փաշինյանը նման ենթադրություն անել, որ եթե Մեխակյանին են ընտրել, այսինքն այլ ԿՊ-ից է, ապա այդ նույն մարդիկ գնալու են եւ կանգրեն պահանջեն, որպեսզի կաթողիկոսը հեռանա։ Գիտեք, լիցք ստանալը դա էմոցիոնալ կատեգորիա է, լեգիտիմ իրավունք ունենալ այս ընտրություններում համեմատական այս հաջողությունը ձևակերպել որպես մանդատ հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը շարունակելու, ես կարծում եմ ընդհանրապես չկա, որովհետև եթե նույնիսկ ֆորմալ տեսակետից վաղաշաբաթ համայնքի ընտրողները իրենք ըստ էության չեն ընտրել այս քաղաքացիական պայմանագրի ցուցակը եւ այդ ցուցակի լիդերին հենց այն բանի համար, որ այնտեղ հենց ինչպես ասում են բանը գրած է եղել, որ հենց հաղթեն, հենց իրենց նպատակը դա հայ առաքելական եկեղեցին ռեֆորմացիայի ենթարկելն է։ Այսինքն նման ծրագրային կետ առհասարակ այս հաղթող ցուցակը չի ունեցել առհասարակ։ Իհարկե մենք ունենք այդ փորձը, մենք այդ դառը փորձ ունենք, որ 21 թվականին նույն քաղաքապայմանագիրը բացարձակապես այլ ծրագրով է հանդես եկել, ասենք Շուշին էր ուզում վերադարձնել, Հադրութն էր Շուշին էր վերադարձնում, այո, Արցախի հարցում, այսպես ասենք, այլ ծրագրով էր գնում եւ այլը, բայց հետագայում ուրեմն ըստ էության իրենք հենց հայտարարեցին, որ Արցախը հանձնում են Ադրբեջանին եւ այլը, այսինքն ընտրվել է մի ծրագիր,
բայց այդ լրիվ հակառակ բանն է արվել։ Այսինքն աշխարհում չկա նման բան, որ ամբողջապես կատարվի կառավարության ծրագիրը, հազարումի իրավիճակ ամբողջական իհարկե չի կատարվում ընդհանրապես։ Նույնիսկ կոնկրետ նույն Արցախի հարցում էլ կարող էր ամբողջական չկատարվել, բայց ընդհանրապես դիամետրալ հակառակը սովորաբար չեն անում։ Դիամետրալ հակառակը երբ սկսում են անել, ուղղակիորեն հենց իրենք հրաժարական են տալիս ընդհանրապես զարգացած դեմոկրատիաների պայմաններում, ասենք իրականում ժողովրդավարության բաստիոններում կարգը այդպեսին է, շատ ավելի փոքր չարաճճիությունների համար են քաղաքական ուժերը հրաժարական տալիս եւ նոր ընտրություններ են նշանակում։ Այստեղ խնդիրը նրանում չի, որ իրենք խոսք են տվել Շուշին եւ Հադրութը վերադարձնել, բայց կարողացան վերադարձնել, ասենք, Շուշիի մի հատվածը կամ Հադրութի եսիմբոր հատվածը, իրենք ուղղակիորեն ըստ էության հայտարարեցին, որ բանը Արցախը դա բեռ է, թոք է, եսիմ ինչ է, գիտեք այդ խոսույթը եւ հանձնեցին եւ հետո էլ արդարացնում էին, որ դա միտումնավոր է հեսա ամեն ինչ արվել, որովհետեւ այն գլխից համարել են, որ Արցախը դա ոչ միայն բեռ է, այլ դա նաեւ անկախության դեմ է այս առումով։ Այսինքն այս տարբերակում հիմա եթե վերադառնանք մեր բուն թեմային, վաղարշաբաթի թեմային եւ արդյունքը կապելը հայրաքելական եկեղեցու դեմ այսպես պայքարել շարունակելու մանդատի հետ, բայց այդտեղ ընդհանրապես որևէ լեգիտիմ բան չկա, իրավունք չկա, որովհետեւ որևէ այնտեղ գրած չի եղել, որ այս գրած չեղել, բայց եթե մարդիկ ձայն են տալիս արգիշտին, դա չի նշանակում, որ նույն մարդիկ կգնան կասեն կաթողիկոսը թողերանից հեռանա։ Իրանք ձայն են տալի արգիշտի Մեխակյանին տարբեր հանգամանքներից ելնելով։ Ասենք ոմանք իրենց ազգակցական կապից ելնելով, ոմանք նրա հոր բարձր հեղինակությունից ելնելով, մյուսները ասենք ինչ որ կենցաղային հարցեր լուծելու առումով հիշում եք, որ կառավարությունը օրինակ մեծ սուբվենցիաներ էր տալիս, այնտեղ սոցիալական հարցեր լուծելու համար տարբեր մոտիվներից էր ելնում, բայց եթե մարդիկ ըստ էության իրենց ծրագրային դրույթում, նախընտրական ծրագրային դրույթներում չունեն հայ առաքելական եկեղեցու հետ կապված որևէ դրույթներ, մարդիկ դրա համար չեն քվեարկել, որովհետև ուղղակի դրա մասին չի էլ խոսացվել այս առումով։ Այնպես որ դա հերթական քարոզչական մանիպուլյացիան է, որևէ առնչություն չունի բանի հետ, ընտրության արդյունքի հետ տվել։ Այլ հարց է, եթե օրինակ նույն Արգիշտի Մեխակյանը իր ամբողջ նախընտրական կամպանիայի ժամանակ խոսեր դրա մասին։ Բայց նա կարող է այդ համախմբումը իրականացնել մարդկանց։ Հիմա որ ընտրվել է արդեն իշխանական լծակները օգտագործի Մեխակյանը։ Մարդկանց հավաքի, որպեսզի գնան Վեհարան։ Գիտեք, առայժմ նորից եմ ասում, նույնիսկ ընտրվելուց հետո փաստացի այդ ընտրության գիշերը Արգիշտի Մեխակյանն ասել է, որ իր որևէ բան, ինքը որևէ դիրքորոշում այդ հարցով չունի, այսինքն ինքը նման օրակարգ չունի առհասարակ։ Հիմա ինչի մասին ենք մենք խոսում։ Եթե օրինակ ինքը այսօր կամ վաղը մյուս օրը հայտարարի, որ դա իր ծրագրային դրույթներից է, այն ժամանակ կարելի է խոսել, կարողանա թե չէ։ Դա արդեն շատ բան կախված է նույն նախ եւ առաջ Էջմիածնի բնակիչներից, որովհետեւ կարծում եմ իրենք եթե ընտրելել են իրեն, մի մասը ընտրելել է, ապա ամենայն դեպս որևէ միտեղ իրենք չեն հանդիպել այն դրույթը, որ երբ գա իշխանության, այսպես ասենք քաղաքում իշխանության գա, ապա իր գլխավոր քայլերից մեկը այն է լինելու, որ գնալու են վեհապարին փոխելու։ Ընդդիմության քայլերից խոսեցիք, որ այլ մարտավարությամբ կարող էին գործել վաղաշաբաթում, հիմա 2026 թվականին ինչ պետք է անի ընդդիմությունը։ Դեք շատ է խոսվում այդ դասերի մասին, առհասարակ հենց առաջի րոպեից դրա մասին են խոսում, դասեր, ընդհանուր առմամբ իհարկե ամեն ինչից դասեր պետք է քաղել, բայց այստեղ շատ բարդ դասեր չեն։ Ի սկզբանե շատ պարզ էր, որ ամենագլխավոր խնդիրներից մեկը դա հնարավորինս քիչ շարասյունով հանդես գալն էր։ Նույնը վերաբերվելու է 26 թվականի ընտրությունների։ Այսինքն պետք է մասնակցեն ընտրություններին այն ընդդիմադիր ուժերը, որոնք ռեալ գնահատում են իրենց ուժերը եւ ոչ թե հավատում են իրենց ուժերին առհասարակ, այլ գնահատում են պրագմատիկ դաշտում, որ իրենց ռեսուրսները, ուժերը, հնարավորությունները ներում են, որպեսզի իրենք կարողանան այդ շեմը անցնել։ Կլինեն որպես առանձին ուժ, թե դաշինքային եւ այլ։ Այսինքն պրակտիկան էլ ցույց է տալիս, տեսությունն էլ է դա ասում էր, տեսությունը, որ ամենավտանգավոր բանը դա փոշիացումն է։ Այսինքն եթե որևէ մի քաղաքական ուժ օրինակ
հավաքում է բավականին բարձր իր համար բարձր տոկոս, շատ մոտ է շեմին, բայց չի անցնում, դա ըստ էության ստացվում է, որ իօքուտ այդ ամեն ինչը իօքուտ իշխանության է լինում տվյալ պարագայում։ Ես կարծում եմ ապագա ընտրություններում ընդդիմությունը պետք է կարողանա պայմանավորվել իրար հետ, փորձել, այսպես ասենք, ֆիլտրել այն քաղաքական ուժերին, որոնք իրականում որևէ լուրջ հնարավորություն չունեն եղանակ ստեղծելու ընտրություններում, այսինքն շեմը անցնելու, բարձր տոկոսներ ավանանելու, այսինքն պետք է այնպեսի ձևավորվի այնպեսի հանրային կարծիք, որ այն ուժերը, որոնք մասնակցում են օլիմպիական սկզբունքով, մասնակցությունն է կարևոր, այլ ոչ թե բան, դրանք ըստ էության ջուր են լցնում տվյալ պարագայում իշխանության ջրաղացին, տվյալ պարագայում, որովհետև դա ակնհայտ է, դա տարրական մաթեմատիկա է տվյալ պարագայում։ Այսինքն միասնական մի քանի ուժով հանդես Ես կարծում եմ, դե գիտեք, ընդհանուր առմամբ, քանի որ պարզ է, որ միասնական, այսպես ասենք, բևեռ չի լինելու, դա վաղուց է պարզ, ռեալ դաշտում, ինչպես ասում են գետնի վրա, ակնհայտ է, որ մի քանի sense շարասյունով են հանդես գալու։ Շատ կարևոր է, որպեսզի այդ շարասյունները քիչ լինեն եւ էֆեկտիվ լինեն։ Այսինքն այնպիսի շարասյուններ լինեն, ընդդիմադիր ինչ-որ խմբեր, դաշինքներ կամ առանձին քաղաքական ուժեր, որոնք իրականում իսկապես այդ պայի դրությամբ ունեն այնքան ռեսուրս, որ կարող են ոչ միայն անցնել խորհրդարան, այլ նաև պատկառելի տոկոսներ ունենան, որպեսզի հետագայում կարողանան իրար հետ պայմանավորվել, յետընտրական դաշինք ձևավորել արդեն խորհրդարանում եւ իշխանության հարցը լուծել այս պարագայում։ Ես կարծում եմ դա է հիմա ամենագլխավոր խնդիրը, որպեսզի 3-4 կլինի, թե առավելագույնս կարծում եմ այդ խումբ պետք է լինի ընդդիմադիր սեգմենտից, բայց ոչ 14 կամ չգիտեմ ինչքան, այսինքն մենք հիմա էլ տեսանք, որ առհասարակ հիմնականում իշխանությունը վարշապատում վերարտադրվեց զուտ այդ փոշիացման շնորհիվ, որովհետև նույնիսկ իր սեփական այսքանից հետո այս բոլոր վարչական ռեսուրսներ, էլեկտորալ պատկերը փոխելու այդ բանը միացնելով Խոյ համայնքը եւ այլը, դրանից հետո էլ ընդամենը 48.5% էր վերցրել, կամ եթե ընդհանուր բանից վերցնենք մասնակիցների քանակից 21.8, եթե չեմ սխալվում, տոկոս էր ընդամենը վերցրել իշխանությունը։ Սա ընդհանուր առմամբ երբ ասում ենք դասեր քաղել, այո, ընդդիմությունն էլ պետք է դասեր քաղի, բայց տարական դասեր է։ Սրա մասին շատ է խոսվել։ Ես ինչու եմ ասում, որ նոր բան չկար այս ամեն ինչում, ամեն ինչ կանխատեսելի էր, բայց ես կարծում եմ իշխանությունը ինչքան էլ հիմա եւ անձամբ վարչապետը ինչքան էլ իրենք, այսպես ասենք, ուրախություն են ցույց տալիս, հենց հրապարակավ ուրախություն, ինչ որ բաների մասին են խոսում, ապագայի քարտ բլանշների մասին են խոսում, իրենք է շատ լավ հասկանում են, որ սա այն վիճակը չի, սա այն տոկոսը չի, որը որ իրենց իսկապես վստահություն կարող է ներշնչել, որ 26 թվականին իրենց համար ամեն ինչ նորմալ է լինելու ընդհանուր առմամբ։ Հակառակը ես կարծում եմ սա հերթական իրենց համար ահազանգն է, որ իրենք առնվազն քաղաքներում մեծ խնդիրներ ունեն։ Իհարկե իրենք կարող են շարունակել ապավինել զուտ գյուղական համայնքների ընտրողների ձայների վրա, բայց հիմա նորից են վերադառնում, որ կան ուժեր, որոնք այս ընտրություններում օրինակ չէին մասնակցում, բայց որոնք բավականին լուրջ ռեսուրս ունեն նույն գյուղական համայնքներում պայքարել այդ ձայների համար, որոնք ավանդաբար միշտ իշխանությանն են տալիս։ Կապ չունի քաղաքապայմանագրի իշխանություն է, հանրապետականների իշխանություն է, ՀՀՇ-ի իշխանություն է, միշտ գյուղական համայնքները միշտ ավելի հակված են օրվա իշխանությանը տալը, բայց նորից եմ ասում, կան ուժեր, որոնք հայտ են ներկայացրել քաղաքականության մեջ ակտիվ դերակատարում ունենալ ընդդիմադիր ուժեր, որոնք այս անգամ դեռևս չեն մասնակցում, որովհետև դեռ ձևավորման փուլում են, բայց իրենք ես կարծում եմ կարող են բավականին լուրջ պայքար մղել այդ գյուղական համայնքի ձայների համար եւ այդտեղ ես կարծում եմ իշխանությունը մեծ խնդիրներ է ունենալու եւ իշխանությունը ենթադրում եմ հասկանալով դա փորձելու է տարբեր ռեպրեսիվ մեթոդներով այդ թվում չգրանցելու ճանապարհով ինչի մասին ակնարկներ արվել այո այսպես կոչված ոնց որ հիմա են ասում մոլդովական սցենարները կիրառելով փորձելու են այդ շատ մեծ գլխացավանքի հարցը լուծել
Հիմա Սամվել Կարապետյանի հետ կապված ինչ զարգացումներ կարող է լինել, արդեն երրորդ անգամ կալանքը երկարաձգվում է, 3-2 ամսով կրկին երկարաձգվեց կալանքը, մինչև որ կարող է հասնել, նաև հետի հետ կապված զարգացումներ եղան, փաստացի լիցենզիայից հետը զրկեցին։ Հիմա այս դեպքում ինչ է լինելու։ Ես որքանով հիշում եմ, այս մեր նույն տաղավարում ես մի անգամ ասել եմ, որ իմ կարծիքով այն ծրագիրը, որը Նիկոլ Փաշինյանը պլանավորում էր կապված Սամվել Կարապետյանի հետ, իր մոտ չի ստացվել այն առումով, որ Սամվել Կարապետյանին ինքը դիտարկում էր ավելի շուտ որպես պատանդ, որի հետ կարելի է ինչ-որ բան պայմանավորվել կամ անձամբ իր հետ, կամ այն խմբի հետ, որոնք ներկայացնելու են Սամվել Կարապետյանին, կապված թե տնտեսական բլոկի հետ, սեփականության վերաբաշխման հետ, վերաբաժանման հետ, Սամվել Կարապետյանի, թե նրա քաղաքական այլևս նկարտումների հետ կապված։ Ես կարծում եմ դիտարկվում էր Սամվել Կարապետյանը ավելի շուտ որպես միջոց, որպեսզի կարողանան բանակցել, որպեսզի կարողանան ինչ-որ սակարկությունների միջոցով Սամվել Կարապետյանի թե սեփականության հարցը լուծել, թե քաղաքական դաշտից քաղաքական ընդդիմադիր դաշտից հանելու հարցեր լուծել, բայց նման բանակցություններ պարզ է որ չի եղել, այսինքն Սամվել Կարապետյանին չեն գնացել սակարկությունների ոչ մի հարցով։ Հիմա Սամվել Կարապետյանը կարծում եմ ավելի շատ խնդրեմ է դառնում, խնդրեմ է մնացել Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև ինքը չի իմանում հիմա բաց թողելն է մի բան չի, բաց թողելն է մի բան չի թե քաղաքական տեսակետից եւ թե նույնիսկ բանի տեսակետից, տնտեսական տեսակետից, թե իմիջային տեսակետից, պահելն էլ բանտում, այն ինչ որ հիմա տեղի ունենում, ես կարծում եմ շատ մեծ վնաս չի հասցնում տվյալ պարագայում քաղաքական շարժմանը։ Բայց հետո ինչ որ պահի խնդիր չի առաջացնի։ Առաջացնելու է։ Առաջացնում է։ Դե հիմա որպես տեխնացու, ընդհանրապես որպես տեխնացու դե ամեն դեպքում Սամվել Կարապետյանը չէր կարող հանդես գալ, որովհետև այդտեղ բան կար, ցենզը կա, օրենքով սահմանված ցենզերը կար, ամեն դեպքում դա չէր կարող ինքը, այսպես ասենք, ցուցակում առաջի համարը լիներ, բայց քանի որ արդեն հայտարարել է Սամվել Կարապետյանը, որ ինքը գլխավորել է այն կուսակցությունը, որը ձևավորվել է շարժման վրա, ամեն դեպքում մի քանի անգամ ասել եմ, ընտրությունների ժամանակ միևնույն է ընտրողը ընտրելու է Սամվել Կարապետյանի կուսակցությանը։ Ինչ անուն էլ ունենա, մեր ձևով կլինի թե, չգիտեմ, եւ ով էլ կլինի տեխնացուն։ Ով էլ լինի առաջի համարը, միևնույն է Սամվել Կարապետյանը բանտում, թե Սամվել Կարապետյանը դրսում, Սամվել Կարապետյանն է։ Այդ կուսակցությունը ուղղակիորեն իր հետ է կապված։ Այսինքն ընտրվելու է Սամվել Կարապետյանը, Սամվել Կարապետյանի անվան կուսակցությունը, Սամվել Կարապետյանը, Սամվել Կարապետյանի կուսակցությունը, միևնույն է, այս առումով Նիկոլ Փաշինյանի համար ես կարծում եմ Սամվել Կարապետյանը բանտում շատ ավելի մեծ խնդրեմ է, քան Սամվել Կարապետյանը դրսում, որովհետև միևնույն է, այն ինչ որ տեղի ունենում դրսում, տեղի է ունենում, անկախ նրանից։ Այլ հարց կլիներ, եթե օրինակ հիմա այս շարժումը մարեր, այս շարժումը մարեր, այս շարժումը։ Իսկ կարող են ինչ-որ քայլեր հաջորդեն։ Հայտնի քայլեր այդպես կալանավորումներ, ձերբակալություններ։ Դա կարող է լինել, դա որևէ կապ չունի Սամվել Կարապետյանի հետ, ուզում ասեմ, Սամվել Կարապետյանի խնդրեմը Նիկոլ Փաշինյանը չի կարողանում լուծի հիմա։ Իսկ կալանավորումներ եւ այլն հիմա էլ են նա տեղի ունենում առհասարակ։ Ես ավելի շատ ընդհանրապես կարծում եմ, որ խոսքը կարող է հրապուրիչ լինել Նիկոլ Փաշինյանի համար եւ իր քաղաքական խմբի համար, օրինակ մոլդովական տարբերակը, որի մասին ինքը մի քանի անգամ նույնիսկ եվրոպական ամենաբարձր ամբիոններում խոսել է, որ դա լավ տարբերակ է, բանի տակ են, հիբրիդային պատերազմի որպես առաջամարտիկ բան է, իրեն ներկայացնելով ինքը ամեն ինչ կարող է անել։ Այս առումով ես առանձնապես սահմանափակումներ այսօրվա վարչախմբի գործողություններում չեմ տեսնում առհասարակ։ Դա կարող է լինել, բայց որպեսզի դա չլինի, ընդդիմությունը այնքան ուժեղ պետք է լինի իր դիրքերը բոլոր առումներով, այնքան ուժեղ պետք է լինի, որպեսզի իշխանությունը ամենայն դեպս ինչ ուզի այդ չանի տվյալ պարագայում։ Սա է միակ ճանապարհը ընդհանրապես միշտ։ Այսինքն, քանի եթե կա դիմադրություն ես նկատի ունեմ եւ քաղաքական դիմադրություն եւ փողոցում դիմադրություն բոլոր։ Բայց այս կանոնավորումները արդյոք չի թույլատնում ընդդիմության առհասարակ
Դե Առաջիկայում ակցիա կա դատախազության առջև, բնականաբար ինքը գիտեք թույլ բանտարկյալների համար։ Դե հենց դրան է ուղղված, որպեսզի ասենք թույլատնի, բայց այստեղ էլ մի նյուանս կա։ Գիտեք, ինչպես խաղաղության, այսպես ասենք, նախաստորագրված փաստաթուղթը որպես խաղաղություն ներկայացնել է, ես համարել եմ, որ դա գոլոշին բաց թողել է, այսինքն false start է, ժամանակից շուտ հայտարարվեց, առանձնապես էֆեկտ չունեցավ եւ հիմա ստորագրես, արդեն, այսպես ասենք, նախաստորագրվածը որպես ստորագրված փորձել են վաճառել հանրությանը։ Հիմա ընտրությունից 7-8 ամիս առաջ, երբ սկսել են այս ռեպրեսիաները, իրենք արդեն կարծես թե դառնում են սովորական երևույթ։ Այսինքն դա արդեն, որտեվ երբ դու 3 սրբազան ես կալանավորում, Forbes-ի բանը մեծահարուստ ես կալանավորում եւ այլը, արդեն մնացած, այսպես ասենք, գործողությունները են շատ դեպքերում սիտուացիոն գործողությունները, հա, ռեակտիվ գործողություններ, իրենք արդեն առանձնապես բան չեն, էֆեկտ չեն տալիս առհասարակ։ Դա դառնում է սովորական երևույթ, որովհետև եթե ամբողջ ընդդիմադիր դաշտը հոգեպես պատրաստ է, որ իրեն էլ կարող են ձերբակալել, դա արդեն որևէ մեկին կարծես թե առանձնապես բան չի անում, չի վախեցնում, մթնոլորտ չի փոխում, շատ դեպքերում արդեն դառել է մեմի առարկա, հա, ընդհանուր առմամբ, բայց բանից հետո Ռուբեն Մելիքյան իրավապաշտպան լավ էր գրել, ասում էր միակ դրական բանը է վաղ շաբաթի ընտրությունները, որ նոր քաղբանտարկել չի լինի, այսինքն որովհետև այս իշխանությունները, գիտեք, սովորաբար եթե թողում են որպեսի ընտրությունները իրենց արդյունքին հասնեն, եթե բայց հետագայում այդ ընտրված ընդդիմադիր համայնքի ղեկավարը կամ նստում է կամ ինչ-որ բաներ են անում, ասում մարդ են գողանում եւ այլն։ Այս առումով դրա համար եմ ասում, ես կարծում եմ շատ բան արդեն false start-ի ռեժիմով է։ Ժամանակից շուտ է այդ մեխանիզմները կիրառվել, այլևս դրանք անակնկալ չեն ոչ մեկի համար եւ շատերը, ինչպես ասում են, բարոյապես պատրաստ են շատ քայլերի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։